Պետրոս Սարաքելը որ Հիսուսին ասում էր, եթե բոլորը քեզ ուրանան, ես քեզ հետ կգամ կմահանալու։ Սուտ էր ասում։ Չէ, անկեղծ էր, վստահաբար, ինքը պատրաստ էր, բայց երբ որ մի տկար աղախին ասեց, սա էլ Հիսուսի հետ էր, ասեց, ես չեմ ճանաչում Հիսուսին։ Ուրեմն այդ մեկ ժամ, մի գիշերվա մի քանի ժամվա մեջ Պետրոս Սարաքելը 3 անգամ ուրացավ։ Նրա կյանքին ինչ էր, վտանգ էր, չէ՞, եթե մտածում էր, թե ասեմ Հիսուսի հետ եմ, ինձ էլ կձերբակալեն։ Առաջին բանը մահից վախեցավ։ Առաջին բանը մահից վախեցավ։ Երկրորդը իր հավատքի մեջ ինքը հաստատուն չէր, մինչև վերջ իր ապավինությունը Քրիստոս չէր, թեև իրենք հավատում են, որ Հիսուսը Աստծո որդին էր, բայց երբ որ եկան Հիսուսին ձերբակալեցին, իրենք ինչու փախան, որտեվ եթե սա Աստված էր, ապա ինչպես իրենց ձերբակալեցին, բնական էր։ Շատ հաճախ այսօր էլ են ասում մարդիկ, բայց եթե Աստված էր, ո՞նց իրեն խաչեցին, ո՞նց ինքը կամ Աստված ո՞նց է մեռնում։ Այո, Աստված պիտի մեռներ, որպեսզի մարդը հարներ, հարություն առներ։ Ուրեմն Պետրոս Սարաքյալի պես մենք էլ այդ թուլություններ ունենք, սիրելիներ։ Մենք էլ ենք վախենում շատ բան կորցնելուց, դրա համար մեր հավատքի մեջ նահանջ ենք ապրում։ Եվ շատ հաճախ որ մարդը այլևս ասում է, «Էլ չեմ կարողանում առաջվա պես ջերմերան աղոթել, առաջվա պես չեմ կարողանում պատարագին կանգնել», շատ մարդկանց ներկայությունը խանգարում է, պատճառը մեկն է, որ մենք տկարացել ենք մեր հավատքի մեջ։ Մեր հավատքը դարձել է մակերեսային հավատ, տեսանելի մեզ համար, բայց ոչ հոգեփրկչական հավատ։ Այդ հավատքը վառ պայելու համար դու միշտ Քրիստոսի ներկայությունը պետք է քո կյանքի մեջ զգաս։ Քո կյանքի մեջ պետք է զգար, որ Քրիստոս քեզ հետ է, այս դժվար պահին, երբ որ դու լացում ես, ինքը քեզ հետ լա, դու պիտի վստահ լինես։ Երբ որ դու ուրախության մեջ ես, դու պիտի վստահես, որ Հիսուս ուրախ է քեզ հետ։ Երբ որ դու տառապում ես, ցավ ես զգում, այդ ցավը Քրիստոս ինքը քեզ հետ զգում է։ Սրա մեջ դու միանշանակ պիտի վստահես։ Եթե կասկածեցիր, հավատքը պիտի թուլանա եւ չես կարող այս հավատքը պահել։ Եթե հավատքը չպահեցիր, առաջինը չես կարող անել։ Բարի պատերազմը չես կարող մղել եւ քո ընթացքը ավարտելուց պիտի վախենաս, որ այնտեղ Քրիստոս չկա, քեզ որևէ մեկը չի սպասում։